Հաղորդման հովանավորն է «Տուն դեպո կահույքի խանութ սրահը»։ Հաղորդման հովանավորն է Dream Park հյուրանոցառեստորանային համալիրը։ Հաղորդման հովանավորն է Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Բարի լույս սիրելի հեռուստադիտող, դուք կրկին դիտում եք Բարև Երկիրը, շաբաթ օրը եւ այսօր ինչպես ամեն շաբաթ օր ձեզ համար պատրաստել ենք հետաքրքիր եւ հատկապես մայիսինյան եթեր։ Բարև Երկիր, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այո, անկախ մեր վերջին տարիների պատմության էջերից, միևնույն է մայիսի 9-ը պետք է գոնե մեր հիշողություններում մնա որպես օրացույցի վրա, այո, կարմիրով օղակված մեր պատմության ամենապանծալի, ամենաբերկրալի ու փառահեղ օրերից մեկը։ Իհարկե հույսով, որ մեր եռատոնը մի օր վերադարձվելու է մեզ անպայման։ Այո, եւ հնարավորություն ենք ունենալու կրկին մայիսի 9-ը սկսել շնորհավոր եռատոն արտահայտությամբ։ Դե ինչ սկսենք այսօրվա մեր եթերը Զիաննա եւ հիշենք մեր հովանավորներին։ Դրանք են Տուն դեպո խանութ սրահը, Dream Park հանգստյան գոտին եւ իհարկե Աջափնյակ ստոմատոլոգիական բժշկական կենտրոնը։ Հիշենք նաեւ այն հասցեները, որտեղով կարող եք հետևել մեր թողարկումներին։ Դրանք են Երկիր մեդիայի YouTube-յան ու Telegram-յան ալիքները, ինչպես նաեւ Երկիր մեդիայի ու Բարև Երկրի Facebook-յան ու Instagram-յան հարթակները։ Այո, բարի լույս եւ սկսենք արդեն մեր այսօրվա առանձնացված տեղեկատվությունից, ինչպես արդեն նշեցինք, մայիսի 9-ը եւ տասնամյակներ շարունակ այն մեր օրացույցում կարմիրով նշված ամենապանծալի եւ փառահեղ օրերից մեկն է։ Հայ ժողովուրդը նշում էր եռատոնը, հայրենական մեծ պատերազմի հաղթանակը, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը։ Այս օրը յուրաքանչյուր տարի Հայաստանում եւ Արցախում անցկացվում էին տոնական շքերթներ, հաղթանակի ու հայ ազգի հերոսության մասին վկայող շքեղ միջոցառումներ եւ ծաղիկներ էին խոնարհվում նորանկախ Հայաստանի պատմության փառահեղ էջերն իրենց կյանքի գնով կերտած հերոսների հիշատակի համար։ 3 տարի է ինչ Արցախն այլևս հայկական չէ, ցավոք այն մերը չէ, բայց պատմությունն ու հիշողությունը որևէ մեկը մեզնից խլել իհարկե չի կարող։ Բայց եւ այնպես հիշենք, թե ինչպես 92 թվականի մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին Հարսանիք լեռներում օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց գերեվարված Շուշին։ Ազատագրական գործողություններն իրականացվեցին 4 ուղղությամբ միաժամանակյա հարձակումներով։ Մայիսի 8-ի գիշերը Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց եւ Լաչին Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո հայկական զորքը մտավ Շուշի եւ մայիսինյան լուսաբացին Քաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայոց եռագույնը։ Հենց Շուշիի ազատագրումն էլ բեկումնային դարձավ Ղարաբաղյան պատերազմում եւ նախանշեց հետագա հաղթանակների ուղին։ Իհարկե հազարավոր անգամներ է պատմվել Հարսանիք լեռներում օպերացիայի արտասովոր անվանման ընտրության մասին, բայց այսօր էլ տեղին է եւս մեկ անգամ հիշել։ Այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն անիրագործելի էր համարում կոմանդոսի եւ Սամվել Բաբայանի ներկայացրած Շուշիի ազատագրման մարտական պլանը եւ կարծում էր, որ դրան պետք էր լավ պատրաստվել։ Ու նրանք որոշել էին Շուշին գրավելուց հետո լեռներում Վազգեն Սարգսյանի հարսանիքը կազմակերպել։ Այդպես էլ օպերացիան ստացավ Հարսանիք լեռներում անվանումը։ Հիշենք նաև հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի մեջ հայ ազգի հերոսների ունեցած մեծ ավանդի ու սխրանքների մասին։ 1941-ից 45 թվականներին տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600,000 հայորդիներ։ Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Բաղրամյանը, Բաբաջանյանը, Խուդյակովը, Աղանովը եւ ԽՍՀՄ-ի 1 ծովակալ Իսակովը։ 70,000 հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվոր դարձել է Փառքի շքանշանակիր, 104 մարդ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Նելսոն Ստեփանյանն էլ արժանացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչմանը։ Թերևս միշտ պետք է հիշել նրանց անունները բարձրաձայն ասել, որպեսզի հայ սերունդը միշտ նրանց հիշի եւ հարգի, որովհետեւ նրանց արածը, նրանց գործերը անմոռանալի են եւ շատ կարեւոր հայ ազգի պատմության համար, եւ նրանց հիշելով ենք մենք պահում մեր հայոց պատմությունը։ Այո, ինչպես ասում են, մարդն էլ մնում է պատմության մեջ, հիշում են նրան այնքան, քանի դեռ խոսվում է նրա մասին, այնպես էլ պատմության էջերը պետք է անընդհատ վերանայել, թերթել, սխալներից անպայման դասեր քաղել, որպեսզի մեր սերունդներին թողնենք իհարկե արդեն սրբագրված, խմբագրված պատմություն։ Եթե պապիկս ողջ լիներ, ինչպես ամեն տարի մայիսի 9-ին շնորհավորում էինք նրան, հպարտանում մեդալներով, հագնում կոստյումը, բայց ավաղ իհարկե նա արդեն ողջ չէ։
Յան այս պահին ես առաջարկում եմ հայկական ոգեկոչող ոգին ամրապնդող մի երաժշտություն լսել, որից հետո շարունակենք մեր եթերը։ Ազգավ միասին թվենք ու խաչ մեր ձերքին կրվկանին քուսուսի ու աստուց մեր գլխին օսում են մս ջինջին օսում են մեջք կոտրին բայց մունգլող միասին կկոտրինք թորք շոնին Արցախն արցախցին կարել չեն առանձին աստուց մեր միածին թողորդն է մեզ լողջին Արցախն արցախցին կարել չն առանձին աստուց ուշ լողջին Արցախ ցավդ տանին Բանդկացիկ զինվորներ, մեր ջիգեր բալամներ, հողում թապված ըրնին, ջանին մատաղին իմ, քարը քարին տինինք, ու նորից տոն շինինք, ըրնավ ճիրվեց նորնի, կինավ կենաց խմինք, Արցախն արցախցին, կարել չն առանձին, աստուց մեր միածին, թողորդն է մեզ լուղջին Արցախն արցախցին կարել չն առանձին աստուց ուշ լուղջին Արցախ ցավդ տանին Արցախցին կարել չն առանձին աստուց մեր միածին թողորդն է մեզ լուղջին Արցախն արցախցին կարել չն առանձին աստուց ուշ լուղջին Արցախ ցավդ տանին աստուց ուշ լուղջին Արցախ ցավդ տանին Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, շարունակում ենք մեր եթերը եւ տեսնենք, թե մայիսի 9-ին էլ ինչ հետաքրքիր տոներ եւ օրեր են նշվում։ Այսօր չվող թռչունների համաշխարհային օրն է, որը նշվում է յուրաքանչյուր տարվա մայիսի 2-րդ շաբաթ կամ կիրակի օրը Միացյալ Նահանգների Կորնելի համալսարանի թռչնաբանների խնդրանքով 1993 թվականից։ Միջոցառման նպատակը հասարակության ուշադրությունը հրավիրելն է գլոբալ էկոլոգիական փոփոխություններին, որոնք քայքայում են ամառային եւ ձմեռային չվող թռչունների էկոհամակարգը։ Չվող թռչունների համաշխարհային օրը իրազեկման միջոցառումների շարք է, որի շրջանակում կոչ է արվում պահպանել չվող թռչուններին եւ նրանց կացության վայրերը։ Տոնի կազմակերպիչներն ու թռչնաբանները մտահոգված են թռչունների կենսապայմաններով ու մի շարք տեսակների լինելիությամբ, հատկապես վերջին տարիներին, երբ թռչունների համար լուրջ վտանգ են ոչ միայն որսորդները, այլ նաև շրջակա միջավայրի աղտոտվածությունը, երկնաքերերը, հեռուստաաշտարակները եւ այլ բարձրահարկ շինություններ, որոնք մահացու արգելքներ են ստեղծում օդում սավառնողների համար։ Վտանգավոր է նաև նավթի արտահոսքը ծովերում, ինչն էլ կործանարար է բազմաթիվ ծովային թռչունների համար։
Կարևոր օր է կարծում եմ։ Թվում է այնքան լուրջ չէ, բայց իսկապես ուշադրություն պետք է դարձնել բնության ամենագեղեցիկ օրգանիզմների վրա եւ պահպանել նրանց։ Բայց այդ նրանք բնականon շղթան են ապահովում, ինչպես օրինակ ժամանակին երբ փորձել են վերացնել կատուներին, հա, առնետներն են շատացել եւ այդպես շարունակ թռչնի կարեւորությունը իր տեսակներով շատ կարեւոր է բնության մեջ կարծում եմ անկարևոր որևէ մասնիկ չկա։ Ամեն տարի մայիսի 2-րդ շաբաթ օրը ամբողջ աշխարհում նշվում է նաեւ արդար առևտրի միջազգային օրը, իսկ մայիսը համարվում է արդար առևտրի ամիս։ Թե երբ է առաջին անգամ նշվել տոնը, հստակ հայտնի չէ։ Այն կազմակերպում եւ վերահսկում է արդար առևտրի համաշխարհային կազմակերպությունը։ Այս լայնածավալ ակցիայի նպատակը սպառողին իր իրավունքների մասին իրազեկելը, վաճառողների գիտակցությունը բարձրացնելն ու սպառողների հետ ազնիվ եւ մարդկային փոխհարաբերությունների հաստատումն է եւ իհարկե արտադրողներին հորդորելը, արտադրել միջազգային չափանիշներին համապատասխան ապրանքներ, հարգելի արտադրողներ։ Թերևս թվում է սա էլ երկրորդական է, բայց շատ առաջնային տոն է հատկապես մեր ժամանակահատվածում, երբ ապրանքի որակը եւ գինը այդքան էլ իրար չեն համապատասխանում, այո։ Վերջիններից բացի շատ արտադրողների գործելավոճում արտահայտեն նաև անմարդկային եւ հակասոցիալական գործողություններ, որոնց թվին են դասվում սահմանվածից ավելի աշխատաժամերը, անչափահաս երեխաներին աշխատանքի վերցնելը եւ ինչպես արդեն նշեցինք, ինքնարժեքը մի քանի անգամ գերազանցող գները, այնպես որ սիրելի արտադրողներ, ինչպես բազմիցս ասել ենք, եղեք մի փոքր բարեխիղճ եւ վստահ եղեք այդ դեպքում ձեր եկամուտը ավելի շատ կլինի։ Համաձայն ես։ Իհարկե համաձայն եմ։ Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը, սիրելի հեռուստադիտողներ, այո, չենք մոռանում, որ այսօր մայիսի 9-ն է, թեև ինչպես նշեցինք, այո, Արցախը այս պահին հայկական չէ, բայց հույսով, հավատով ու նաև փորձելով վերականգնել այն տրամադրությունը, այն եռատոնի գաղափարը, որ տասնամյակներ շարունակ ունեցել ենք։ Եվ այսօր մեր հյուրն է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախկին նախարար, Երկիր մեդիա հեռուստաընկերության Արմաթ հաղորդաշարի հեղինակ վարող ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանը, բարի լույս։ Բարև ձեզ։ Բարի լույս, պարոն Հովհաննիսյան, թեպետ գործընկերոջ իրավունքով կարող ենք նաեւ Լեռնիկ դիմել, եթե կարելի է։ Խնդրեմ։ Ինչպես եք։ Փորձում ենք լավ լինել։ Տարիներ առաջ իհարկե մենք բոլորս լայն ժպիտներով, շատ այսպես հպարտ կշնորհավոր էինք իրար եռատոնի կապակցությամբ, բայց այսօր դա չենք կարող անել, բայց չենք կարող նաև մոռանալ պատմությունը, չենք կարող մեր փառահեղ էջերը պատմության մոռանալ, որովհետև եթե կարծում եմ այդ էջերը չհիշենք, առաջ շարժվել էլ չենք կարող եւ այդ հույսն էլ չի լինի այլևս։ Ընդհանուր առմամբ երևի թե հարցին պատասխանել մի քիչ ազգագրեն, հիշողությունը դա յուրաքանչյուր էթնոսի, յուրաքանչյուր ազգի, որը ձևավորվել է իր պատմական տարածքում, դեպի ապագան տանող ճանապարհն է։ Եվ մենք եթե այսօր կորցնենք մեր հիշողությունը, ապա մենք կորցնենք նաև մեր ներկան եւ ապագան։ Ցավոք սրտի այսօր այդ ընկալումը շատ քչերի մոտ է, ես ցավով եմ սա նշում, որովհետեւ եթե հիշողության նկատմամբ այսպիսի արգահատելի վերաբերմունք չլիներ, ապա այսօր մենք չենք խոսի պատմական իրական Հայաստանի մասին, չենք խոսի, որ Արցախը այլևս հայկական չէ եւ այլն։ Այսինքն հիշողությունը շատ կարեւոր է եւ ցանկացած դա կվերաբերվի հայոց ցեղասպանությանը, դա կվերաբերվի մեր փառահեղ հաղթանակներին, թե մայիսի 9-ի եռատոնին, թե առաջին հանրապետության ստեղծմանը եւ այլն, այսինքն այս ամենը մեր ժողովրդի հիշողության մեջ է եւ ժողովրդի հիշողությունից սա տարանջատելը եւ մոռացության տալը կբերի ի վերջո շատ, չեմ ուզում այսպես խիստ որակումներ տալ, ճակատագրական հետևանքների։ Պարոն Հովհաննիսյան, մենք խոսում ենք անդադ հիշողությունից, հիշողությունը պահելուց, ինչը բնականաբար շատ կարևոր է, հատկապես ապագա սերունդներին ինֆորմացիան փոխանակելու համար։ Այսօր Հայաստանում շատ գրքեր են տպվում, թերևս հատկապես Արցախի պատմամշակութային վայրերի մասին։ Մի փոքր կուզեմ ներկայացնեք այս մասին ինչ աշխատանքներ են տարվում։ Ասեմ նաև, որ վերջին ամենամեծ աշխատանքը, որ կատարվեց, դա մեր ուրեմն հեղինակային եւ մեր կոլեկտիվի, այսպես ասենք, աշխատանքն էր,
Վահրամ Բալայան, Մելանիա Բալայան, Սլավա Սարգսյան եւ ես, որ մեր մշակութային ժառանգությունը անգլերեն լեզվով 2 հատորյակով ներկայացրեցինք եւ առաջին մենք ներկայացրեցինք շրջանների եւ բավական մեծ արձագանք գտավ գրքերը դեռևս երկհատորյակը դեռևս անգլերեն լեզվով է եւ էլեկտրոնային տարբերակով է համացանցում կարող եք ուրեմն տեսնել նաեւ ուրեմն ուսումնասիրել եւ կտեսնեք որ իրոք շատ մեծ տիտանական աշխատանք է ժամանակի ընթացքում կատարվել Արցախում եւ թե հուշարձանների ուսումնասիրման, վկայագրման, թե պահպանական գոտիների կազմման, թե ուսումնասիրման, թե հնագիտական եւ ուրեմն վերականգնողական տարբեր աշխատանքներ կատարելով այսօր մենք այս ամենը կարողանում ենք տալ գրքի քարտեզի տեսք, որտեղ դրանից առաջ էր Վահրամ Բալայանի եւ իմ հեղինակությամբ տպագրվեց Արցախի քարտեզը իր պատմամշակութային ուրեմն հուշարձաններով նույնը արվել է նաև Սլավա Սարգսյանի կողմից Արցախի առանձին банքերը եւ առանձին ուրեմն ամրոցները որը շատ կարեւոր է այսօրվա ուրեմն այս մարտահրավերներին ընթരാճ, որովհետեւ ինչպես գիտեք, ամեն օր մի նոր լուր ենք լսում, ամեն օր մեր մշակութային ժառանգության նկատմամբ կատարվում է ոտնձգություններ, որը այլ կերպ չես կարող անվանել, քան մշակութային էթնոցիդի քաղաքականություն, որը Ադրբեջանը վաղուց է սկսել եւ անցել կարմիր բոլոր գծերը եւ որը մեկը չեն կարողանում ձեռքը բռնել պարզապես թե եթե այսպես շարունակվի մենք ես նաեւ մի որոշ ուրեմն թվական տվյալներ բերեմ, թվային տվյալներ բերեմ, օրինակ 5658 հուշարձաններից, որ հստակ մենք հաստատագրված այդ հուշարձանների տեղը գրեթե մոտ 1000-ի նկատմամբ կատարվել է տարբեր տեսակի ոտնձգություններ, ոչնչացումից մինչև վանդալիզմ եւ սրբապղծում։ Պարոն Հավանեսյան, թե պետական մասշտաբով, արտաքին գործերի նախարարության միջոցով պետք է չէ խոսվի այս ամենի մասին, թե դուք որպես անհատներ եւ կազմակերպությունը խոսում եք, բայց արդյոք չկա այլ ձևաչափ աշխարհին այս ամենը հայտնի դարձնելու, որպեսզի նրանք գոնե պատասխան տան ինչ-որ ձև։ Հատկապես այսպիսի օրերին նրանք կարծես թե ավելի են լարվում, կարծես ամեն անգամ մի նման օրվանից առաջ ավելի բացահայտ ոչնչացնում են որևէ կոթող կամ կարևոր կառույց։ Ցավն այն է, որ հենց տեղյակ են բանաձևեր են ընդունում, բայց որևէ կերպ արձագանք չի լինում Ադրբեջանի կողմից։ Գիտեք, հարցն անում է, որ արտաքին գործերի նախարարությունը եւ մյուս պետական լիազոր մարմինները, որոնք կոչված են մշակութային ժառանգության պաշտպանող, 2023-ից այսքան որևէ գործողություն չեն արել։ Նույն արտգործնախարարության կազմում է գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան վարչությունը բաժինը, դες չեմ տեսել, որ իրանք միգուցե ես չգիտեմ, արել են ինչ-որ բան, բայց ամենայն դեպս դաշտում չի երևում եւ հենց այդ պատճառով է որ բնականաբար նաեւ վերջին հայտարարությունները ցույց է տալիս որ ընդհանրապես Արցախի մշակութային ժառանգությունը Հայաստանի Հանրապետության իշխանությունների օրակարգից դուրս է կարծես թե դա մեր հայկական մշակութային ժառանգության մի մասը չէ առավել եւս որ դա ընդհանուր համաշխարհային քրիստոնեական եւ ինչու՞ չէ ինչու միայն քրիստոնեական ընդհանուր համաշխարհային մշակութային ժառանգության մի մասնիկն է եւ եթե չկա պետական քաղաքականություն ապա այո հասարակական կազմակերպությունները տարբեր ակադեմիական շրջանակներ տարբեր ուրեմն հարցեր են բարձրացում նաև Արցախի իշխանությունները, որոնք տարբեր հարթակներում այդ հարցը բարձրացնում Արցախահայության, Արցախի հայ բնակչության իրավունքների պաշտպանության տարբեր կազմակերպության այդ հարցերը տարբեր բարձր եւ վերջին Եվրոպարլամենտի բանաձևը հենց այդ ուրեմն այդ թունայում էր համապատասխան սպիրկյան հայդատի կառույցների հետ համատեղ աշխատանքի արդյունքը որ այդպիսի ուրեմն բանաձև ընդունվեց եւ բնականաբար այդ բանաձևն էլ Երևանում պաշտպանեց նաև Եվրոպարլամենտի նախագահը Մեծոլան իր ելույթում պատասխան Ադրբեջանի նախագահի փոխորտանքի այսինքն կա միջազգային նպաստավոր ուղղակի պարզապես
համապատասխան գործնական քայլերի ժամանակն է, որտեղ եթե այդ գործնական քայլերը չլինեն, այն հայտարարություններից բխեցող, որոնք արվել են, ապա Ադրբեջանը կշարունակի իր մշակութային ցեղասպանությունը եւ ցավոք սրտի վերջը լինելու է Նախիջևանի ճակատագիր։ Եվ նաև պետք է որպեսի գործող իշխանությունը ու վերջո ընկառաջ քայլանի, բայց դա չենք տեսնում, ավելին պատասխանահնչում է իրենց տարածքն է ինչ ուզում անում։ 2023 թվականից այդ քաղաքական ինձ համար կոնկրետ իմ համար դա այդքան էլ անսպասելի չէ, որովհետև մենք տեսնում ենք այո 2023 թվականից թե ինչպեսի փոփոխություն է տեղի ունեցել, որովհետև տեսեք 2022 թվականին երկու դրվագով ուրեմն հայկական կողմը դիմել էր ուրեմն միջազգային ուրեմն դատարան, քրեական դատարան կապված Արցախի մշակութային ժառանգության հետ։ Մեկը վերաբերվում էր Հադրութի Սուրբ Հարություն, մյուսը վերաբերվում է Շուշիի շրջանի Քարինտագյուղի Սուրբ Աստվածածին ուրեմն եկեղեցիների վանդալիզմի եւ ուրեմն տարբեր տեսակի արարքների հետ կապված, որը կատարվել է այդ եկեղեցիների կապված, դա սրբապղծումն է, դա Սուրբ Սեղանի ուրեմն ոչնչացումն է, դա քրիստոնեական եկեղեցում, հայկական հայ առաքելական եկեղեցում, փական եկեղեցում մահմեդական աղոթք քննչեցնելն է եւ այլն, այսինքն որոնք միջազգային բոլոր կոնվենցիաներով վանդալիզմ է, այսինքն մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգություն է։ Եվ երբ ասենք օրինակ եւ նաեւ եղավ միջազգային փորձագիտական եզրակացության անկախ այդ եկեղեցիների հետ կապված Ադրբեջանը ինչ որ արդարացնող լուսանկարներ բերեց, որ տեսեք, ասենք այդ լուսանկարներում իրենք մաքրել են եւ այլն, բայց Սուրբ Սեղանը չկար, վարակույրը չկար, կար տեսայերից, որտեղ ուրեմն այդ ուրեմն ովքեր մտել էին եկեղեցի այդ մահմեդական աղոթքը հնչեցնես եւ այլն, այդ ապացույցները բերվեցին եւ ասեմ դա օգնեց, որ օրինակ ասենք երբ որ Քարինտագյուղը ամբողջությամբ ոչնչացրեցին, գրեթե ոչնչացված է Քարինտագյուղը, հողին է հավասարացված, եկեղեցին պահպանվել, եկեղեցուն ձեռք չտվեցին, թեկուզ պղծված, բայց գոնե շենքը մնաց։ Ուզում եմ ասել, որ միջազգային կառույցներում անընդհատ բարձրացնել, անընդհատ այսպես խոսալ, այսինքն տարբեր վարույթներ նախաձեռնելը ինչ որ չափով իմ կարծիքով կկանգնեցնի այն մշակութային էթնոցիդը, որ այսօր կատարվում է Արցախում։ Պարոն Հովհաննիսյան, դուք թերևս զրաներ վերցել եք շատ կարևոր պարտականություն, ասենք, նոր սերնդին կրթելու, հա, դասախոսում եք, եւ արդյոք այս նոր սերունդը իսկապես հետաքրքրված այն ամենով, թե մենք ինչ ունենք եւ նրանք ուզում են շարունակել թեկուզ ազգագրագետ լինել կամ պահպանողական գործունեություն անել հետագայում։ Միանշանակ, մենք անընդհատ ասում ենք նոր սերնդի, ան յուրաքանչյուր սերունդ ունի իր առավելությունները եւ այս սերունդն էլ որը ոչինչով ասենք պակաս չի եւ ինքը իր ավելի այսպես իրենց միտքը շատ ավելի սուր է, իրենք նորարարություններին ավելի շուտ են ընկալում, քան թե ասենք միջին, այո, այսինքն այդ ուրեմն նաև նոր տեխնոլոգիաներին են տիրապետում, որը կարծում եմ կօգնի իրենց մասնագիտական կարողությունների զարգացման մեջ։ Այդ թվում նաև եթե մարդ ընտրել է հնագետի կամ ազգագրագետի մասնագիտությունը, բնականաբար այդ ուսանողը հետագայում պետք է դառնա մասնագետ եւ հենց ուսումնասիրի մեր ժողովրդի թե նյութական եւ թե ոչ նյութական մշակութային ժառանգությունը։ Լեռնիկ վերադառնանք նաև կրկին վերհիշենք մայիսինյան խորհուրդը, օրվան վերադառնանք, երբ կարդում ենք պատրաստվում էին այդ հարսանիք լեռներում օպերացիան անել, սպալապետ Վազգեն Սարգսյանը չէր հավատում, որ այդ պահին հնարավոր է, ասում էր դեռ շուտ է, հետաքրքիր է նաև ժողովուրդը ինչ սպասումների մեջ էր այդ ժամանակ, հավատում էր, որ Շուշին գերությունից վերադարձվելու է, ազատագրվելու է, առհասարակ Արցախցու հոգեբանության տեսակի մեջ ինչ փոխեց մայիսի 92 թվի մայիսի 9-ը։ Ռազմական պատմության մեջ մեր ռազմարվեստի պատմությունը երբ որ ուսումնասիրում ենք եւ նաեւ ռազմարվեստի պատմությամբ զբաղվողները հստակ մի միտք են արտահայտել, որ Շուշի ազատագրության հիմքը դրվել է դեռևս 92-ի հունվարի 26-ին, երբ որ
ադրբեջանական բանակը խայտարակ պարտություն կրեց Քարինտակի մատույցներում։ Քարինտակի հերոսամարտը դա այն վճռական ճակատամարտն էր, որը հիմք դրեց հետագա հաջողություններին։ Սա ես չեմ ասում, կարող են մարդիկ ինձ ճանաչողների մեղադրեն, որ իր հայրենի գյուղի սուբյեկտիվ կարծիք է հայտնում, բայց իրականում բոլորը հենց հրավեր, որտեղ Ադրբեջանի կորուստները այդ ուրեմն ճակատամարտում բավականին մեծ էին, այդ Քարինտակի ճակատամարտի կարևորությունը նաև նրանում էր, որ Ադրբեջանը շատ մեծ ուշադրություն էր դարձնում այդ բնակավայրի ուրեմն գրավմանը, ոչնչացմանը, որտեղ ուղիղը բացել դեպի ուրեմն դեպի Արցախի հարավային եւ արևելյան շրջանները եւ հնարավորություն կլիներ Արցախը երկու մասի բաժանելուց եւ այդտեղ մեր հայ ազատամարտիկների ուրեմն բազկի զորությունը ցույց տվեց թե ինչ են կընդունակ, որովհետեւ Ադրբեջանը նետել իր ամենամարտունակ ուժերին, հենց ամիջապես ռազմագործողությունը ղեկավարում էր այն ժամանակվա Ադրբեջանի պաշտպանության ուրեմն նախարարը Մեհդիևը, որը Շուշիում նստած այդ ռազմագործողության ուրեմն անմիջապես ղեկավարումն էր ստանում։ Ուզում եմ ասել, որ հենց այդ սկիզբը հենց այդ ժամանակ տրվեց, բնականաբար հետագայում եղան էլի հաղթանակներ, դա ուրեմն տարբեր ռազմագործողություններ, տարբեր ադրբեջանական քրակակետերի ոչնչացումներ եւ ուրեմն այն նաեւ Արցախի կենտրոնական հատվածում գտնվող որոշ քրակակետեր, որոնք շատ ավելի այսպես պատոհաս են դարձել մեր հայ բնակչության համար, ի վերջո մաքրվեց այդ ամենը եւ բնականաբար պետք է դա հասներ իր վերջին կետին, դա Շուշիի ազատագրություններ եւ հետագայում նաեւ դեպի ուրեմն Հայաստանի Հանրապետության ցամաքային ճանապարհի բացումը, որտեղ այն ժամանակ էլ Արցախը շրջափակման մեջ էր, զենք ընդհանրապես ամեն ինչ հասնում էր օդով, որը վտանգավոր էր ուղղաթիռներով, ինքնաթիռներով, որը իր մեջ վտանգներ էր պարունակում, որտեղ Ադրբեջանը ուներ նաեւ համապատասխան թե հակաօդային միջոցներ, թե ավիացիա, որ կարող էին խոցել այդ ուրեմն հիմնականում քաղաքացիական ուրեմն ինքնաթիռներն ու ուղղաթիռները եւ բնակ այդպիսի պայմաններում հայ ռազմարվեստը ցույց տվեց իր բարձր կարգը եւ ընդհանրապես Տշնամուց նաև գրեթե հավասար ուժերով, որտեվ ռազմարվեստի մեջ միշտ հարձակվող կողմը ավելի պետք է գոնե թվական որոշակի գերակշռություն ունենալ։ Այդ թվական գերակշռությունը բնականաբար այստեղ շատ քիչ է եւ ընդհանրապես եթե այսպես նայում ենք, այդ չկար։ Եվ բնականաբար այդպիսի պայմաններում նաև շրջափակման պայմաններում կազմակերպել այդպիսի փայլուն ռազմագործողություն եւ ազատագրել Արցախի հինավուրց կենտրոնը։ Սա միանշանակ մեր պատմության մեջ ինչքան էլ այսօր մենք գտնում ենք այս վիճակում եւ կորցրել ենք այդ հայրենիքը, բայց համենայն դեպս մենք պետք է այդ ամեն ինչը հիշել նաև, որ այդպիսի դեպքեր են եղել, որպեսզի ապագա սերունդը հասկանա, որ ամեն ինչ կորսված չէ եւ ի վերջո պետքա մենք մեզ վերագտնենք եւ նորից վերականգնենք մեր ուժերը, որպեսզի այդպիսի ուրեմն կարողանանք այդպիսի գործողություններ իրականացնել, որը մտված լինի մեր հայրենիքի ազատագրմանը, ինչպես արվեց 92 թվականին եւ Շուշին ազատեցինք ուրեմն գրեթե 80 տարվա գերությունից 80 տարվա գերությունից Շուշին ազատագրվեց եւ մեր ժողովուրդը նորից վերապրեց հաղթանակի այդ մեծ բերկրանքը եւ իրոք մայիսի 9-ը ընդհանրապես Արցախի հայ բնակչության համար մի յուրօրինակ տոն էր դա եւ հայնական մեծ երկրորդ աշխարհամարտում ուրեմն տարած հաղթանակներ, որտեղ արցախցիները բավականին ակտիվ մասնակցություն են ունեցել այն ժամանակ գտնվելով խորհրդային միության կազմում, ուրեմն 113,000 բնակչությունից 45,000-ը մասնակցել է հայ բնակչությունից 45,000-ը մասնակցել է ուրեմն այդ
հերոսամարտերին, այդ ուրեմն պատերազմին, այդ համաշխարհային պատերազմին, եւ որից 23,000-ը այդպես էլ չի վերադարձել։ Այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի եթե սահմաններն ենք վերցնում, ապա խորհրդայնության մեջ դա ամենաբարձր ցուցանիշն է եւ նաեւ տրված ռազմական գործիչների, խորհրդայնության հերոսների եւ ուրեմն парքի, ուրեմն շքանշանների, ասպետների քանակով։ Սա նույնպես եւ պատահական չէ, որ Արցախի յուրաքանչյուր գյուղում այդպիսի հուշարձան էր կառուցված եւ մարդիկ այցելում էին այդ հուշարձան, նաեւ հիշում էին այդ ուրեմն աշխարհամարտում զոհված մեր հայրենակիցներին, որտեղ մեկի պապն էր, մեկի պապի եղբայրն էր եւ այլն, այսինքն կար, այդ մեկի հայրն էր, այո, յուրաքանչյուր ընտանիքից զոհ կար եւ բնականաբար դրան գումարվեց նաեւ հենց Շուշի ազատագրումը մայիսի 8-ի այդ ուրեմն օպերացիա այդ ռազմական գործողությունները եւ բնականաբար հաղթանակի բերկրանքը կրկնապատկվեց պլյուս նաեւ որ մեր Արցախյան հանրապետության տոնի եւ հիշատակի մասին ուրեմն այդ օրենքի հիշատակի օրերի մասին օրենքի համաձայն նաեւ ինքը նաեւ համարվում էր նաեւ ինքնապաշտպանության ուժերի կազմավորման օր եւ բնականաբար այդ երաթոնը յուրաքանչյուր արցախցու համար, քանի որ գրեթե բոլոր ընտանիքներում կային թե զինվորականներ, թե ազատամարտի մասնակիցներ, թե նաև Շուշի ազատագրման մասնակիցներ, նաև որը ցավոք սերտ ասենք զոհվել էր, վիրավորվել էին, մասնակցել էին եւ բնականաբար այդ երաթոնը մեզ համար մեկ այլ նշանակություն ուներ, որտեղ դա հաղթանակի բերկրանքն էր, իսկ հաղթանակներ ցավոք սերտի մեր ժողովրդի կյանքում քիչ էր լինում եւ դրա համար մենք հատուկ ակնածանքով էինք վերաբերում այդ ամենին։ Հավանության թերևս փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր թե տարբեր ժամանակահատվածներում իրենց կյանքը նվիրել են եւ իրենց հետագա սերունդները անպայման պետք է հիշեն եւ ես այսօր նաեւ կուզեմ չնայած մայիսի 1-ը միշտ մեր մոտ տպավորված է տոն եւ այդպես էլ շարունակվում է, կուզեմ հասկանալ, քանի որ դուք շատ եք այստեղ ապրող արցախցիների հետ տեղահանվածների հետ շփվում, կասեք նրանց տրամադրվածությունները ինչպիսին են, հատկապես նման օրերին նրանք ավելի շատ ոգով են լցվում նորից վերածնվելու, նորից ապրելու, թե հակառակը։ Բնականաբար չնայած դժվարություններին ես ամենայն դեպս ինչքան որ շփվել եմ այս օրերին նաև տարբեր ուրեմն թե սոցիալական ցանցերում թե այդպես տարբեր հարթակներում շփվել եմ նախ միջոցառում կա որ կատարվելու է եւ մի մասս հավաքվելու ենք եւ նշելու ենք մայիսի 9-ը նաև պարտադիր դա երրաբուլումն է, որ պետք է այցելենք եւ մեր արգանքի դուրք մատուցենք մեր հերոս ազատամարտիկներին եւ զինվորներին, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի, բնականաբար արցախցիների մոտ այդ նվիրական տոնը որ կա նվիրական տոնը չեմ կարծում որ մոռացած լինեն եւ ընդհակառակ իրենք ամեն տեսակ այդ ամենը հիշում են բայց հիշում են նաեւ որոշակի այսպես ցավով որ այն ուրախությունը որ կար այն բերկրանքը որ կար ինչպես իմ խոսքում նշեցի Արցախում որ ինչպես էին նշում այստեղ որոշակիորեն կարող է մի քիչ ավելի համեստ նշվի, որովհետև գիտեք թե ընդհանրապես նաև այսօր եռատունի նկատմամբ ինչպիսի վերաբերմունք կա։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, իսկապես հիշողությանը պետք է անպայման զուգակցել նաև այդ հավատը, հույսը, սերը եւ հուսանք, որ մի օր ամեն ինչ անպայման լավ է լինելու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հրավերի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, զրուցում էինք Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախկին նախարար, մեր գործընկեր Երկիրմեդիա հեռուստաընկերության Արմաթ հաղորդաշարի հեղինակ եւ վարող, ինչպես նաեւ ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանի հետ շարունակեք մնալ մեզ հետ։ Հաղորդման այս հատվածում խոսելու ենք օգտակարության մասին եւ քեզ ուզում եմ հարցնել՝ սիրում ես սիբեղ եւ ընդհանրապես կանաչեղեն։ Կանաչեղեն այո, սիբեղ ոչ։
Ինչու, քանի որ այն շատ օգտակար է իրականում, կդիտենք տեսանյութը, կծանոթանանք Սիբեխի օգտակարության մասին եւ որպեսզի Զիանան էլ սկսի սիրել։ Այո։ Սիբեխ կամ սագի տոտիկ։ Ինչու է հարկավոր օրվա ընթացքում հատկապես այս սեզոնին օգտագործել սիբեխը։ Սիբեխը կամ ինչպես որմանք ասում են սիբուխը, հայկական խոհանոցում տարածված բուժիչ եւ սննդարար բայրի բույս է, որը հարուստ է վիտամիններով, հատկապես C-ով, հանքային նյութերով եւ եթերայուղերով։ Այն օգնում է ամրացնել իմունիտետը, բարելավում է մարսողությունը, ունի հակաբորբոքային, միզամուղ եւ հանգստացնող ազդեցություն, ինչպես նաեւ օգտագործվում է մրսարտության բուժման մեջ։ Խաշած կամ տապակած սիբեխը նպաստում է ախորժակի լավացմանը, ինչպես նաեւ ստամոքսային տրակտի աշխատանքի կարգավորմանը։ Սիբեխի օգտագործումը նաեւ օգտակար է օրգանիզմի դիմադրողականության համար։ Սիբեխի օգտագործումը նպաստարար է ոչ միայն մրսածության, այլ նաև շնչառական հիվանդությունների ժամանակ։ Հարկավոր է սիբեխը խաշել, օգտագործել ինչպես մաքուր ջուրը կամ տապակված սիբեխը։ Եթե դուք օրգանիզմում ունեք ավելորդ հեղուկ, ապա հենց սիբեխը դա հեռացնելու լավագույն միջոցներից մեկն է, ինչպես նաև նա հեռացնում է օրգանիզմից տոքսինները, որը օգնում է ձեզ զգալ ավելի թարմ եւ առողջ։ Որպես այդպիսին սիբեխը չունի հակացություններ, բայց պետք է միշտ հաշվի առնել, որ ամեն ինչ հարկավոր է օգտագործել իհարկե միայն չափավոր։ Բարի լույս սիրելի հեռուստադիտող, դուք շարունակում եք դիտել Բարև երկիրը, ինչպես մենք ենք սիրում ասել, չկա շաբաթ, որ մենք չանդրադառնանք թատրոններին եւ ներկայացումներին, եւ վաղը ամսի 10-ին Երևանի Կամերային թատրոնում բեմ կբարձրանա Շեքսպիրի Մակբեթ ներկայացումը։ Այդ արդիվ ունենք շատ հետաքրքիր հյուրեր հեռուստադիտողներ, Հայ Շեքսպիրյան ասոցիացիայի նախագահ Հասմիկ Սեյմոր, Բարի լույս։ Պատիվ ունեցել ենք ձեզ հետ արդեն հանդիպել մեկ անգամ, Քենթերբերի Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Շարլոտ Գրումբրիջ, Good morning, բարի լույս։ եւ Քենթերբերի Շեքսպիրյան փառատոնի գեղարվեստական ղեկավար, նաեւ Մակբեթ ներկայացման ռեժիսոր Էլիոտ Հաքստեբլ։ Good morning։ Good morning։ Բարի լույս, հետաքրքիր է մեր հյուրերը դեռ հայերեն ոչինչ չգիտեն ասել։ Բարի լույս, շնորհակալություն։ Mercy, Shut Love, Ayo. Հայկական, ինչպես հայերեն, ինչպես հասկանում են։ I don't think you pronounced that correctly. Անդրադառնանք Մակբեթ ներկայացմանը, որը մայիսի 10-ին է լինելու Կամերայինի բեմում։ Տիկին Սեյմոր, կուզենամ հենց սկզբից հասկանանք մեր հյուրերի, արտասահմանյան հյուրերի մասնակցությունը ներկայացմանը։ Ինչպես միավորվեցիք։ 2 տարի առաջ 2024 թվականին ես իրենց հրավիրեցի Հայաստան մասնակցելու Հայ Շեքսպիրյան գիտաժողովին, գիտաժողովին, որտեղ իրենք ելույթ ունեցան փառատոնի մասին ձգուցումով, շատ մտերմացանք, որովհետև արտակարգ անմիջական եւ առանց ձևերի անձնավորություններ են, շատ տաղանդավոր։ Էլիոտ Հաքստեբլը բեմադրել է 40-ից ավելի բեմադրություններ, մեծ մասամբ Շեքսպիրյան եւ նաեւ ժամանակակից Չեխով, Բրեխտ եւ այլն, եւ իր տիկինը Շարլոտը, որ տնօրենն է, զբաղվում է բոլոր ամուսիններ են, անշուշտ, եւ շատ լավ զույգ են, իրենք նաև ստեղծագործական զույգ են, ոչ միայն կյանքում, այլև ստեղծագործության իրենց արվեստի մեջ, եւ այդպես ծնվեց այս գաղափարը անցած տարի, երբ որ այստեղ էի, նախապատրաստական աշխատանքների խոսակցություններ եղան Լուսինե Երնջակյանի հետ, որտեղ մենք այցելել էինք, դիտել էինք Համլետը եւ Ռոմեո եւ Ջուլիետը եւ շատ էին հավանել, բոլոր մեր օտար հյուրերը շատ են հավանել այդ
հատկապես այդ թատրոնի Շեքսպիրյան բեմադրությունները եւ այդպես երբ որ ինձնից եղավ այդ խենթ գաղափարը, որ գան իրենք եւ ներկայացում բեմադրեն եւ չգիտես ինչու համաձայնվեցին եւ կամերային թատրոնի տնօրինությունը եւ իրենք եւ այդպես հունվարից արդեն սկսել են աշխատանքները։ Իրականում շատ ինքներդ շատ լավ հարց հնչեցիք, չգիտեք ինչու համաձայնեցին, կուզենք հենց մեր հյուրերից լսել, եթե դժվար չէ հարցը թարգմանեք, թե ինչու համաձայնեցին եւ ինչու հենց կամերային թատրոնի կազմը ընտրվեց, հա։ Why did you agree to this project when this crazy project when in November I think the first I think that, talks happened and why Chamber Theatre in particular? So when Jasmine invited us the first time, we said yes, and then we came for the conference in 2024, and we fell in love with Yerevan and Armenia in general. So the chance to come back was too difficult to say no to. Շատ դժվար էր ասել ոչ, որովհետև երբ որ այստեղ ենք արդեն 2024 թվականին մենք սիրահարվեցինք Երևանին, Հայաստանին եւ անհնար էր ասել ոչ. And when we were here, we saw the Chamber Theatre's Romeo and Juliet, and we fell in love with the stage, the cast. We really clicked. We went out for dinner with Lucine, and we all got on so well that it was just felt like a perfect match. Երբ որ դիտեցինք 2 տարի առաջ Ռոմեո եւ Ջուլիետը, սիրահարվեցինք նաեւ ներկայացմանը, թիմը, դերասանական կազմը եւ շատ մտերիմ հարաբերություններ ստեղծվեցին իրենց հետ եւ հնարավոր չէր չաշխատել իրենց հետ պարզապես։ Եկին Սեյմոր շրկին Էլիոտին ու Շարլոտին եմ ուզում հարցս ուղղել, դարեր շարունակ արդեն 5 տար Շեքսպիր խաղում են, թեմաները համամարտկային են, բնականաբար յուրաքանչյուրն իր ձեռագրով է մոտենում Շեքսպիրին, հա։ Հետաքրքիր է ըստ իրենց ինչպես են հայ դերասանները, հայ հասարակությունը ընկալում, հասկանում եւ մեկնաբանում Շեքսպիր։ Արդյոք էական տարբերություն կա մյուս բոլոր Շեքսպիրներից։ Շեքսպիրյան ներկայացումների Հանդիսատեսի առումով եք ասում։ Նաև դերասանների, ինչպես են նրանք կարողանում վերարտադրել Շեքսպիրյան կերպարների։ The presenter is interested to know the differences between the Armenian audience and other audiences, and also the cast, the Armenian cast versus to the casts that you have directed in England. I think Armenian audiences, and I'm sure Charlotte will agree, are a lot more engaging than British audiences. British audiences tend to be very quiet. Armenian audiences let you know if they're enjoying it. Հայ հանդիսատեսը շատ վոկալ է, երբ որ ոգևորված է, արտահայտում է այդ ոգևորությունը, իսկ բրիտանացիներ ավելի զուսպ են եւ դժվար է հասկանալ հավանում են ներկայացումը թե ոչ. Which is very nice. Դերասանները, այո, ինչպես են ըստ իրենց And what about actors? What do you think about your cast? I love my cast, and I think what's really interesting about them is the fact that they are coming to this play, a play that we do all the time in England, with no kind of preconceived notions of what they're supposed to do. Այնքան բնական են եւ ոչ մի արհեստական բան չունեն, թե ում նմանվեն, այնինչ հայտնի դերասան են եւ դա իրեն շատ դուր է գալիս, որ շատ բնական եւ յուրօրինակ են հայ դերասանները։ Իր կերպարի եւ բնույթի մեջ է ավելի շատ։ Այո, ինքը իրենցն են դարձրել։ Դերը փոխանակ ասենք նմանվելու որևէ հայտնի դերասանի։ Ինչ Շարլոտը Այո, պասիվ։ Ուզենք Շարլոտին էլ լսել։ Կարող եք իրեն էլ հարց տալ։ Այդ նույն հարցերին կարող է պատասխանալ եւ բացի այդ առաջին անգամ, երկրորդ անգամ է Հայաստանում, ինչպես հասկացանք նա եւս ինչ տպավորություններ ունի թե Հայաստանի, թե մեր թատերական ոլորտի մասին։ What are your impressions of Armenia and especially the theatrical world in Armenia? I think Armenia is so full of culture. There's culture everywhere in Yerevan. We've been to, I think, 14, 15 shows and concerts and plays while we've been here. And what we've really loved is that everything we've seen is taking risks. It's different. It's you can really see the director's vision. So they're really like pushing the boundaries of what they want theatre to be, which is very refreshing. Theatre can get a little bit
a little bit stale in the UK. So it's really refreshing to see how different it is here. Ասում են, որ ինչ եկել են արդեն մի 15 ներկայացում հաջողացրել են նայել եւ օպերա, եւ համերգներ, եւ թատրոններ, տարբեր թատրոններում են եղել եւ ասում են, որ այստեղ բեմադրիչները ավելի ռիսկ են վերցնում եւ ավելի անհատական են բրիտանական թատրոնը ավելի ավանդական է, իսկ այստեղ ավելի հետաքրքիր է եւ յուրօրինակ է թատրոնը։ Ես թվում է նրանք այս կարծիքին են նաեւ այն պատճառով, որ հենց կամերային թատրոնի հետ են համագործակցում, այնտեղի թե դերասանական կազմի, թե լուսնե երջանկյանը, թե Արա Երջանկյանը բոլորին տալիս են հնարավորություն իրենց զգացմունքները արտահայտելու եւ ինձ հետաքրքիր է հասկանալով հայերեն լեզուն, երբ որ Հայաստանում տարբեր տեղերում հատկապես կամերային թատրոնում տարբեր ներկայացումներ են դիտում, ինչի վրա են կենտրոնանում, ուղղակի էմոցիաների խաղի, չէ՞ որ լեզուն չեն հասկանում։ You can answer either. When you watch a play and you don't understand the language, what are you paying attention? The acting, the text, the visual, the sets? For me, it's the emotions of the actors, what they're experiencing, and you get a clarity on that. When you have no idea what they're saying, you are looking at every small expression on their faces. And so we've seen a lot of stuff at the Chamber Theatre, and it's given me a real appreciation of what the people we're working with can do when they're not doing Shakespeare. Ասում է, որ երևի հասկացաք մի մասը, որ ավելի նայում է էմոցիաներին, զգացմունքներին, դիմախաղին, որովհետև դերասանի դեմքի միջոցով ամբողջ ներաշխարհը կարող է արտահայտվել եւ դա է շատ կարեւորը բեմադրիչի համար տեսնել այդ արտահայտությունը։ Դա նշանակում է, որ խաղը ստացված է, եթե անխոս հասկանում են։ Այո, իրենք նայել են շատ ներկայացումներ նաեւ կամերայինում եւ տեսնում են, թե ինչքան տարբեր ռեպերտուար ունի թատրոնը, Շեքսպիրից մինչեւ ասենք կոմեդիա եւ մյուզիկլներ, you watched Beatles recently. Vercheres Beatles ներկայացումն, I think, do you want to say a couple of things about? I think we both think it's our favourite thing we've seen. It was very good. Yeah, it was very high energy and very funny. Even though we couldn't understand the language, it was there was still so much humour coming out of it, and obviously the singing was incredible. So it was really such a wonderful show to watch. And I think the fact that we know the story of the Beatles really helped. It meant we didn't need to understand every word. We could just go, oh, they're doing this, but okay, right, this is when the band fall apart for the however many time. Ասենք որ պատմությունը գիտեին եւ ընթացիկ այո շատ իրենց համար ծիծաղել էր եւ ամեն ինչ հետաքրքիր էր շատ հետաքրքիր էր եւ երկող դերասանները ովքեր նաեւ ներգրավված են Մակբեթի մեջ իրենք հնարավորություն ունեցան տեսնելու որ ինչպես են նաեւ երգում եւ այս մյուզիկլի մեջ ինչպես են վերադառնալով Մակբեթին հենց խոսենք շատ կարճ ժամանակահատված 30 օր պատրաստելու համար, ինչը թատրոնի աշխարհում թերևս բարդ է։ Այս առումով նրանց բարդությունները որոնք են եւ արդեն ընդամենը 1 օրից հանդիսատեսի դատին է հանձնվելու, ինչ դժվարություններ եղան, հաղթահարված են համարում այդ դժվարությունները թե չէ, ինչ սպասի հանդիսատեսը։ Because you had only 30 days to rehearse, what were the obstacles, challenges, and do you think you have overcome the challenges that there were? I think the biggest challenge for the cast was just learning the text in that small amount of time. They didn't know who they were playing until we turned up, and I think that was. But they've smashed it. Like the run we did yesterday morning was almost perfect. Ասում է ամենադժվարը դերասանները իրենց դերերը սովորելն էր, քանի որ Շեքսպիրի տեքստն է իհարկե չես կարող իմպրովիզ անել եւ դա արդեն հաղթահարված է երեկվա փորձից երևաց, որ արդեն լրիվ տիրապետում են տեքստին եւ շատ գոհ ենք արդյունքներից։ Իսկ Շարլոտ, հետաքրքիր է, երբ դուք եք նայում արդեն փորձերը, այդ նույն էմոցիաները, զգացողությունները, որը սպասում եք, զգում եք արդյոք։ Macbeth's մասին է խոսքը. What are your feelings, emotions from Macbeth when you watch it? Well, Macbeth is such a powerful play, and because we learned it at school, we're so familiar with it. But watching it here, you really do get this sense of
of like the dangers of power. And I think we're in a global situation where we're seeing these, very powerful people in positions, and you feel like you don't have a lot of control. And when you watch Macbeth, nobody really has any control over anything. It's like stuff is happening to them. Is it destiny? Is it their own free will? Either way, it's all sort of going wrong. And I feel like we can all sort of connect to that over the past 20 years of very unstable global politics. Ասում եմ, որ այնքան բազմաշերտ ողբերգություն է Մակբեթը եւ այնքան մենք կարող ենք կապ տեսնել մեր ներկա վերջին 20 տարիների քաղաքական իրավիճակների հետ, միջազգային ամենտեղ եւ զգում ես այս ողբերգությունից մեր մարդու անկարողությունը նաեւ որ ճակատագրի առաջ շատ բաներ մենք ենք մեղավորը, բայց շատ բաներ նաև պարտադրված են մեզ եւ այդ հարաբերությունները ուժերի շատ արկան եւ շատ ցայտուն են Մակբեթի։ Դիքին Սերմոր, իսկ սա կներես շարունակություն լինելու է համագործակցության տեսանկյունից, այսինքն դուք նախատեսում եք նրանց հետ շարունակել, նրանք նախատեսում են նորից ինչ-որ նոր բեմադրություններով վերադառնալ։ Սերմասով ասեք, հետո հարցակցենք։ Դեր անշուշտ լինելու են, որովհետեւ իրենք պարզապես հրաշալի մարդիկ են, շատ պատրաստված, հենց Շեքսպիրի առումով ինձ որպես Շեքսպիրագետ ինձ Շեքսպիրն է հիմնականում հետաքրքրում, բայց Էլիոտը ունի բազում հետաքրքրություններ ժամանակակից թատրոն եւս, բայց մեր մյուս մեծ ծրագիրը այս ներկայացումը դուրս տանելն է անգլա եւ միջազգային փառատոների եւ ֆորմատը ներկայացման հենց այսպես է արված, ուրեմն դերերը 16-ից կրճատված են 8 հոգի են պահել եւ տեքստը շատ սեղմված է, լավ մասերը իհարկե Շեքսպիրի պահպանված են, ես շատ պնդեցի, որ ինչքան հնարավոր է Շեքսպիրը պահեք եւ արել են, որովհետեւ շատ կարեւոր է մանավանդ դուրս տանելու համար մենք ունենալու ենք subtitles, որպեսզի հանդիսատեսը տեսնի ինչ է պահված տեքստից։ I'm saying that հարցտամ ու թարգմանը իսկ Երևանի Շեքսպիրյան փառատոնին մասնակցելու է ներկայացումը հայտ ներկայացվել։ Երբ աշնանը, հա, ես վստահ եմ, որ այո։ Մենք այստեղ չենք լինի, հավանաբար, որովհետև իրենք բնակվում են Քենտերբերիում, ես Լոնդոնի մոտ, եթե կարողանամ կգամ, բայց հուսով եմ, որ ոչ միայն հայկական, այլև միջազգային փառատոնների կգնա, արդեն գիտեք, այնպես է դրված ներկայացումը, որ ճամպրուկդ առնես կոստյումները եւ գնաս, որովհետեւ մյուս ներկայացումները իրենց շատ լայնամասշտաբ էին, օրինակ Ռոմեո եւ Ջուլիետը 23 հոգի է բեմի վրա, սա 8 հոգի է, շատ portable, ոնց են ասում, ճկուն ավելի portable production, հենց դրա համար է արված, որ դուրս տանենք եւ մեր արվեստը, մեր լեզուն, Elliot, you were saying that Armenian is very beautiful. Shakespeare sounds really beautiful in Armenian. It does. It has such a rhythm and a flow to it that works really nicely with the way Shakespeare writes. The bits that stick in my head from Macbeth are the bits where, like Vara and fair is foul, foul is fair, which I... Լավ, վատը լավ, ասում եմ, ինքան երկեցիկ եւ գեղեցիկ լեզու է, որ Շեքսպիրը լրիվ արդարացված է։ Այսինքն հասկանալ շարունակություն լինելու է, այո, որ շատ Շեքսպիրագետներ կարծում են, որ հայերենը բնօրինակին չի զիջում, հայերեն թարգմանությունը Շեքսպիրի եւ շատ գեղեցիկ է։ Դիկին Սեյմորը եւ վերջում հետաքրքիր է մեր հյուրերը Հայաստանից այն ամենավառ տպավորությունը եւ զգացողությունը, որ կտանեն իրենց հետ։ What is the ultimate memory that you will take with you from Armenia? I think it will be walking out of the theatre after one of the sort of the first rehearsal where we thought this is going to go really, really well, this is going to actually work, and just the sense of relief
and looking out and seeing straight down Mashtots Avenue and just seeing the beauty of the city of Yerevan. Oh, that's very beautiful. Thank you. Այն ճանապարհը որտեղ ամեն օր Ասում եմ Մաշտոցի իրենք ապրում են թատրոնին շատ մոտ եւ Մաշտոցի ծայրից երևում է գեղեցիկ քաղաքը եւ ասում եմ այդ վերջին հիշողությունն է որ իրենց հետ տանելու են եւ այն զգացողությունը որ Շեքսպիր ստեղծվեց հայ բեմի վրա անգլիացին Շեքսպիրը ստեղծել կնոջ հայացքով And what about you? What is your memory of the theatre, your experience, Macbeth or Yerevan? Oh, mine's going to be much less serious. Mine's the food. I love the food here, and the people, and everyone's so friendly. And walking around just at night looking for a new place to eat, and it's so busy, and everything feels so safe. And yeah, just being able to explore Yerevan. Mainly through restaurants, which I've very much enjoyed. Հաճելի է որ հյուրերի համար Երևանը ապահով, Շատ ապահով եւ շատ համեղ է խոհանոցը եւ շատ ապահով եւ այս քաղաքի vibe-ը ընդհանրապես ինչքան աշխուժ է քաղաքը, ինչքան կենթանի է, ինչքան կյանք կա եւ նաեւ թե իրենց ինչպես ընդունեց կամերային թատրոնի կոլեկտիվը, ղեկավարությունը ուղղակի ցնցված են իրենք այս հյուրընկալությունից շատ լավ։ Եվս մեկ անգամ շնորհակալություն նախցես պատճառի վարիդ հանդիսանալու համար and thank you too. Thank you so much. Շնորհակալություն։ Ես ելի հեռուստադիտողներ հիշեցնենք, որ վաղը մայիսի 10-ին Երևանի կամերային թատրոնում բեմ կբարձրանա Շեքսպիրի Մակբեթ ներկայացումը։ Եվ այդ արդիվ մենք զրուցում էինք Հայ Շեքսպիրյան ասոցիացիայի նախագահ Հասմիկ Սեյմորի, Քենթերբերի Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Շարլոտ Գրումբրիջի եւ նույն փառատոնի գեղարվեստական ղեկավար Էլիոտ Հաքստեփլի հետ դուք շարունակեք մնալ մեզ հետ։ Ես հանդիպում եմ ամեն առավոտ, երբ դուրս եմ գալիս տանից ամեն օր, քո գեղեցկության մասին չկա խոսք, որ բառերն արդեն էլ չեն հերիքում, ես գիտեմ հիմա քեզ շատ դժվար է, լուր հեռվից նայել թե ուր ենք հասել, որտեղից ենք եկել ու ինչ ենք դարձել, տեսնես ինչից ենք ես կանչարացել, վայ լելե ջան լելե, մասիսը սալելե, հալելե, վայ լելե ջան լելե, մասիսը սալելե, հալելե, վայ լելե ջան լելե, մասիսը սալելե, հալելե, վայ Lele can lele can Masi sele salele halele Քեզ մեզնից գողացան ու տարան Որ կորցնենք մենք հավատ ու աստված Որ հերվից քեզ նայենք ու զղջան Բայց երբեք մեզ հետ դասել չեղան Գիտեմ հայ լինելը շատ դժվար է Հայ մնալն ավելի շատ դժվար է Դե լավ ես գնամ նորից քեզ նայել Քո գեղեցկության մասին երկրել Վայ լելե ջան լելե Մասիսը սալելե հալելե Վայ լելե ջան լելե Մասիսը սալելե հալելե Վայ լելե ջան լելե Մասիսը սալելե հալելե Վայ լելե ջան լելե ջան Masisele sale
ջանելե Մասի սերը սալելե Ահա եւ վերջ, սիրելի հեռուստադիտողներ, մեր շաբաթօրյա հանդիպումը, մեր եթերն ավարտվեց։ Շնորհակալություն, որ ձեր առավոտյան ժամը, սուրճն ու թեյը ու տրամադրությունը ինչու ոչ կիսեցիք մեզ հետ։ Շնորհակալ ենք նաեւ մեր գործընկերներին, որոնք են Տունդեպո խանութ սրահը, Լորվա մարզում գտնվող Dream Park հանգստյան գոտին եւ Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Այո, մենք շատ երկար ժամանակով չենք հեռանում, այսինքն հանդիպելու ենք վաղը, որպեսզի կրկին ասենք բարև երկիր, բարև երկրի մարդիկ, միջ վաղը։